Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկ կա եւ Միացյալ Նահանգները փորձել է կանխել այն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Մեր հիմնական նպատակն է փորձել ապահովել խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել, ասել է նա ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը նաեւ զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերով։ Ճշմարտությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այն երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, սակայն մենք պետք է նրանց հետ շփվենք մեր ազգային շահերից ելնելով եւ պետք է հավասարակշռենք այդ ամենը ազգային շահերը եւ դիվանագիտությունը, ասել է պետքարտուղարը։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռների ժամանման եւ մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մցվել, իր տելեգրամ ալիքում հայտնել է Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։ Շերեմետևո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մցվել ինքնաթիռների ժամանման եւ մեկնման վրա։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի ուղարկում չվերթներ։ Գրել է նա, ավելի վաղ ժամանակավոր սահմանափակումներ էին մցվել օդանավակայանի գործունեության վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվա թռչող եւս մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Մոսկվա թռչող եւս 3 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները աշխատում են ընկած բեկորների տեղում, գրել է Սոբյանինը իր տելեգրամ ալիքում։ Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր, որ հոբ ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գործով հետաքննությունն ավարտվել է։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին հաղորդում է Ուկրաինսկայա Պրավդա հրատարակությունը։ Հետաքննության տվյալներով պետության նախկին ղեկավարը Դոնբասից Ուկրաինա ավելի քան 50 միլիոն դոլարի ածխի մատակարարման գործի մասնակից է։ Պորոշենկոյի դեմ գործեր են հարուցվել ահաբեկչության, ֆինանսավորման, պետական դավաճանության եւ ահաբեկչական կազմակերպության ստեղծման հոդվածներով։ Քաղաքական գործին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Լրագրողները նշել են, որ Պորոշենկոյի գործը մի քանի տարի չի քննվել։ Հետաքննությունը ըստ ակտիվացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից քաղաքական գործի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին Բուդապեշտում կայացած թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայտնում է Minval.az-ը։ Նրա խոսքով Թուրքիան ուշադիր հետևում է հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, որը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև անմիջական շփումը անհրաժեշտ է մոլորակի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև պատերազմը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա Ջո Բայդենի վարչակազմին անվանել է անպատասխանատու Մոսկվայի հետ շփվելու դժկամության համար եւ մատնանշել երկրների միջև անմիջական շփման անհրաժեշտությունը։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ կամ բարեկամ երկրներ ենք լինելու։ Եթե պայմանները չփոխվեն, բայց մենք պետք է գոնե կարողանանք շփվել նրանց հետ, կանխելու համար հնարավոր սխալ հաշվարկները եւ խուսափելու ռազմական հակամարտությունից, ասել է պետքարտուղարը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները։ Հաղորդում է ՌԻԱ Նովեստին, նրա խոսքով աշխարհում քիչ չեն արժանի առիթները, ասարսուր դեպքերը, ընդ որում ԱՄՆ-ն չի կարողանա լուծել այդ բոլոր խնդիրները։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է պահպանել ազգային շահերի գերակայությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ամերիկյան կառավարության ցանկացած գործողություն ծախսված յուրաքանչյուր $, պետք է նկատելի օգուտ բերի մարդկանց, երկիրը պետք է դառնա ավելի ապահով, ավելի ուժեղ եւ ավելի բարեկեցիկ։ 2027 թվականի ավարտին ռուսական գազի ներմուծումը Եվրամիության երկրներ լիովին դադարեցնելու նպատակը, որի մասին ազդարարել է Եվրահանձնաժողովը, կարող է իրականացվել զրոյական քվոտայի ներդրման միջոցով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Ստրասբուրգում մայիսի 6-ին Եվրահանձնաժողովի ներկայացրած ճանապարհային քարտեզով անընդունելի համարվել ռուսական գազի մատակարարների հետ նոր պայմանագրերի կնքումը, իսկ գործող սպոտ պայմանագրերը կչեղարկվեն մինչև 2025 թվականի
ավարտը։ Ամբողջական արգելք նախատեսված է սահմանել 2027 թվականի վերջին։ Սակայն անհասկանալի էր, թե Եվրամիությունն ինչ գործիքի միջոցով է պատրաստվում իրականացնել այս ծրագիրը, քանի որ ուղղակի պատժամիջոցների սահմանում հնարավոր է միայն միությանն անդամակցող բոլոր 27 երկրների համաձայնությամբ։ Իսկ պաշտոնական Բրյուսելը բախվել է Հունգարիայի եւ Սլովակիայի խիստ առարկություններին։ Բլումբերգը հիմնվելով իր աղբյուրներին հաղորդում է համայնքը ամենայն հավանականությամբ կարգելի մատակարարումները զրոական քվոտայի միջոցով, որն ըստ էության առևտրային միջոց է։ Դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար պահանջվում է միայն որակյալ մեծամասնության հավանությունը։ Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ դա գազի եվրոպացի գնորդներին թույլ կտա հիմնվել անհաղթահարելի հանգամանքներին ռուս մատակարարների հետ կնքված պայմանագրերը խզելու համար։ Ակնկալվում է, որ այդ առաջարկը կներկայացվի հունիսի կեսերին, որից հետո Եվրահանձաժողովի իրավաբանները կսկսեն ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Պարզելու, թե արդյոք այդ քայլը եվրոպական ընկերություններին թույլ կտա առանց տուգանքներ վճարելու խզել ռուսական կողմի հետ կնքված պայմանագրերը։ Մինչև 2025 թվականի վերջը երկիր մոլորակը ծածկելու է թվով մինչև 50 մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտարարել է ռուս ֆիզիկոս Ռոման Կուչերովը։ Համաձայն Կուչերովի պետք է նախապատրաստվել ուժգին մագնիսական փոթորիկների, որոնք կարող են ազդել տեխնիկայի աշխատանքի վրա, առաջացնել բևեռափայլեր նույնիսկ տրոպիկական շրջաններում։ Միջինը ըստ նրա տարեկան 30-35 միջին ինտենսիվության մագնիսական փոթորիկ է տեղի ունենում 1 տարվա ընթացքում։ Արևային խիստ ակտիվության շրջանում կարող է հասնել մինչև 50-ի։ 2025 թվականը արևի համար նման խիստ ակտիվության շրջան է, եւ այս տարի տարբեր ուժգնության երկրամագնիսական սթրեսների թիվը հասնելու է առավելագույնի։ Լինելու են նաեւ չափազանց ուժգին մագնիսական փոթորիկներ։ Դրանք կարող են ազդել սարքավորումների, էլեկտրականությամբ աշխատող համակարգերի աշխատանքի վրա։ Պատմությունից հայտնի է Քերինգտոնի իրադարձություն անվանումը ստացած մագնիսական փոթորիկը, որը տեղի է ունեցել 1859 թվականին եւ եղել է այնքան ուժգին, որ խափանել է հեռագրական համակարգերի աշխատանքը, բևեռափայլ առաջացրել նույնիսկ տրոպիկական շրջաններում։ Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայաստան խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել հայոց ցեղասպանության շղթումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Փոխվարչապետ Մահեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, հայտնել են կառավարությունից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ից 23-ը կգտնվի Կարճատև արձակուրդում։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն անդրադարձել է 3 Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների խմբին։ Խոսքն Արման Բաբաջանյան, Արթուր Սաքուն, Տիգրան Խզմալյան թևի մասին է։ Նրա կարծիքով այդ անձանց նպատակը Ադրբեջանի շահերը սպասարկելն է։ Արևմտամետ կլինի մարդը, չգիտեմ, Իրանամետ կլինի, Հնդկամետ կլինի, Ռուսամետ կլինի, ինչամետ ուզում է լինի, առանցքային պետքա լինի յուրաքանչյուր գործընթացի ներքո հայկական շահը, այսինքն Հայաստանի Հանրապետության շահը։ Բոլոր հոռոմտատու հեքիաթները, ռուսների մասին կամ թեկուզ եվրոպացիների, ամերիկացիների եւ այլն, հեքիաթներ տարբեր չէ կոնոտացիայով կամ դրական եւ բացասական, որոնք տարածում են այդ ուժերը, իրենք ունեն միայն մեկ շատ հստակ պարզ նպատակ՝ կտրել Հայաստանին, կոտրել Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, որի մասին այսօր նախարարները խոսում են, Միրզոյանը ու Լավրովը, եւ ըստ էության ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել նույն թուրք-ադրբեջանական տանդեմի համար հետագա հակահայկական նախագծերի իրականացնելու կտրվակով։ Այստեղ պետք է դուրս գալ, հասկանում եք, այդ ռուսամետ, չգիտեմ, արևմտամետ, եկեք դուրս գանք մի պահ հասկանանք, ում է ըստ էության ձեռնտու ներկա ստեղծված աշխարհակաղակական իրավիճակում առավել սրել հարաբերությունները մի պետության հետ, ում հետ գոնե մենք դե յուրե ունենք ինչ-որ մի փաստաթուղթ, դե յուրե, հա։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում Դավիթ Խաչակյանն անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ մինչև իր թեկնածությունը առաջադրել է Էդմոն Մարուկյանը անիրատեսական էր համարում իմպիչմենտի գործընթացը, բայց երբ իրեն առաջադրեցին միանգամից, կարծիքը փոխվեց եւ համաձայնվեց։ Նախաձեռնությունը անիրատեսական էր առանց պարոն Աղազարյանի եւ պարոն Աստանյանի, որոնց տեսակետը մինչ այդ հայտնի չէր։ Պատիվ ունեմ ասում էր Հայաստան դաշինք, դու առաջադրի թեկնածու,
Հայաստան դաշինքը պատիվ ունեմին ասում էր դուք առաջադրեք։ Իրար հետ մրցում էին, փոխանակ գնան իշխանության հետ մրցեն։ Իրանք իրար հետ են մրցում։ Սա հին պատմություն է, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հին վեճն է, իրենց երիտասարդները իրար հետ կզվրտվում են։ Հարց չկա։ Մենք էլ ասում ենք եղբայր, այստեղ իմպիչմենտի գործընթաց չկա։ Երկուսն էլ փորձում են իրար դաշտ գնդակ նետել։ Բայց դրանից հետո հայտնվում է եւս երկու մանդատ, որոնք կորցրել է ընդդիմությունը։ Ընդդիմությունը առանց այս երկու հավելյալ մանդատների չի կարող այդ նախաձեռնությունը անել։ Եվ երբ պարոնայք հայտարարում են, որ մենք կարող ենք մեր մանդատները եւս դնել եւ իրականացնել իմպիչմենտի գործընթաց, իրավիճակը ամբողջությամբ փոխվում է։ Այդ երկու կորցրած մանդատը ընդդիմության վերականգնվում է։ Ես դες այլ բան էլ ասեմ։ Հարց չի առաջանում Հայաստան դաշինքը, որ հայտարարություն է տարածում, ասում է մեզ բերեք 8 մանդատ, չէ՞, որ մենք էլ մեր 28-ը տանք։ Պատիվ ունեմ է ի սկզբանե խորհրդարանը անցել 7 մանդատով։ Այն իրանց մի կորցրած մանդատը Գեգամ Նազարյանի, էդ էլ էին պատիվ ունեմից ուզում։ Շատ լավ ուզում էին հիմա Աղազարյանն ու Ասլանյանը ասում են մենք ունենք տեխնացու բերում ենք։ Մինչ այդ իրենք տեսել են, չէ՞, հայտարարությունը, որ պատիվ ունեմ ասում են մենք չունենք տեխնացու, առանց որևէ նախապայմանի կնանա։ Բայց հիմա արդեն տեխնացու կա, բայց իրենք համաձայն չեն։ Դա նշանակում է, որովհետև ասում են չենք ուզում Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ դա Փաշինյանով նշանակում է, որ պատիվ ունեմը իր առաջնորդով հանդերձ հերթական անգամ խաբեց մարդկանց, փորձեց շախմատային կոմբինացիա անի եւ ինքը մնաց այդ կոմբինացիայի տակ։ Ինչու՞? Որովհետեւ իրենք կարծում էին, որ Հայաստան դաշինքի դաշտն են գնդակ նետում, որ ասեն դե դուք առաջադրեք, ասենք Քոչարյանի տեխնացությունը մենք կմիանանք։ Վերջում էլ բնականաբար այդ գործընթացը կձախողվեր, որովհետեւ այսպես թե այնպես երկու մանդատ իրենց պակասում էր։ Դրա համար ասում էր առանց որևէ նախապայմանի կմիանանք։ Մեկ էլ հենց իրենց ասեցին դե առանց որևէ նախապայմանի եկեք միացեք։ Պարզվեց, որ իրենք շարքային խափեբաներ են։ Ինչ է նշանակում Նիկոլ 1-ին Նիկոլ 2-ով չենք փոխարինելու։ Կներեք 10 տարուց ավելի իշխանություն Նիկոլ եք Փաշինյանից պաշտոն է ստացել Հասկացանք։ Թող իրենք առաջադրեին ինչ-որ մեկին, ով որ Նիկոլ Փաշինյանից պաշտոն չէր ստացել, ասեին սա մեր տեխնացուն է, դիմում ենք բոլորին, եկեք միացեք։ Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դիզայնից զայդ եւ առաջին հերթին դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան։ Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ, քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին, որը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ։ Նոր արարություն է լինելու նաեւ այն, որ Երևանում գրասենյակը սպասարկելու է մինչեւ 22:00-ն, մարզերում կաշխատեն 09:00-ից մինչեւ 18:00-ն։ Կգործեն նաեւ շրջիկ սպասարկման գրասենյակներ։ Նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ։ Գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 2 տրիլիոն 117 միլիարդ 693.4 միլիոն ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրիլիոն 971 միլիարդ 230.4 միլիոն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնել են կառավարությունից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հնան աճել է 5.2%-ով։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով հնան կազմել է 687.853 ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 653.721 ՀՀ դրամի համեմատ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխշահավետ համաձայնությունների հասնելու համար, ինչպես նաև ներկա փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսության հարցում, ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը։ Ցավոք, ԱՄՆ-ում ոչ բոլորն են կիսում Իրանի հարցով խաղաղ լուծում գտնելու կարծիքը։ Հուսով ենք, որ ողջախոհությունը կհաղթի, ասել է Վենեդիկտովը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ ներկա փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսության շուրջ փոխշահավետ համաձայնությունների հասնելու համար, ընդգծել է նա։
Մոսկվայի Շերեմետևո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում վերացվել են ինքնաթիռների ժամանման եւ մեկնման սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Ռուսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։ Նրա խոսքով սահմանափակումները մտցվել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ժամը 13:02 Կորենյակոն հայտնել է, որ Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում եւ չեն ուղարկում թռիչքներ։ Ժամը 13:26-ին նա ժամանակավոր սահմանափակումներ է հայտարարել Շերեմետևո օդանավակայանում։ Մայիսի 21-ին սահմանափակումներ են մտցվել Վլադիմիրի, Իվանովո եւ Կալուգայի օդանավակայաններում։ Բոլոր 3 օդանավակայանները դադարեցրել են միաժամանակ ընդունել եւ ուղարկել ինքնաթիռներ։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերաբացված առաջին դատական նիստը։ Այս գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Ֆլեշ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանք մեղադրվում են պետբյուջեից մոտ 0.5 միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Առաջադրված նոր մեղադրանքին անդրադառնալով Սարգսյանն այն որակել է իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսևորում։ Տեսեք, այս քրեական գործը իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Սկզբի համար սա։ Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լծվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ շատ կարճ իրար հետ համաձայնացրեք ինչ հարցեր, որովհետեւ մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել հատիկ առ հատիկի շրջանակում պետությանը վերադարձված գույքի եւ դրամական միջոցների արձանագրումը։ Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում գտնվող հողամասի եւ պահեստների նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադրային արժեքը 55 միլիոն 471 հազար դրամ է, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի սահմանին կառուցվող ցանկապատի բարձրությունը կրկին կավելացվի։ 2024 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ցանկապատի բարձրությունը 3-ից կհասցվի 3.5 մետրի։ Այժմ նախատեսված բարձրությունը կրկին ավելացել է եւ կկազմի 4.5 մետր։ Ցանկապատը մոտ 1 մետր բարձր է։ Ցանկապատի ցանցը մի փոքր ավելի ամուր կլինի, այն ավելի դժվար կլինի վնասել եւ մագլցել դրա վրա։ Մեջբերում է հարավարևելյան Ֆինլանդիայում ցանկապատի կառուցման նախագծի ներկայացուցիչ փոխգնդապետ Եսավեյ Կանեն։ Սահմանապահների ցանկապատի վրա կտեղադրվեն արհեստական ինտելեկտով հագեցած տեսախցիկներ, որոնք կկարողանան տարբերել մարդկանց ու կենդանիներին։ Թուրքիան կշարունակի ակտիվ շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հասնելու համապարփակ զինադադարի եւ արդար խաղաղության։ Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Մենք խորապես զգում ենք այս պատերազմի գլոբալ հետևանքները։ Ստամբուլում մենք վերջերս անցկացրեցինք կողմերի առաջին հանդիպումը 2022 թվականից ի վեր առաջին անգամ։ Մենք կշարունակենք մեր ինտենսիվ շփումները երկու երկրների հետ հասնելու համապարփակ զինադադարի եւ արդար խաղաղության, ասել է Էրդողանը։ Մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Հանդիպումից հետո Մոսկվան եւ Կիևը պայմանավորվել են գերիներին փոխանակել հազարի դիմաց բանաձևով, ներկայացնել հնարավոր ապագա զինադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել այն եւ շարունակել բանակցային գործընթացը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող 115 արմատական ռազմական օբյեկտների, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Թիրախները ներառում էին արձակման հարթակներ, ռազմական կայանքներ, թունելներ, ահաբեկչական ստորաբաժանումներ, ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ միաժամանակ Իսրայելի ռազմածովային ուժերը ցամաքային զորքերի հետ համագործակցելով հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսում գտնվող ահաբեկիչների օբյեկտներին։ Զինվորականները նշել են, որ զորքերը շարունակում են օպերատիվ գործունեությունը Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ոչնչացնելով ահաբեկչական օբյեկտները եւ ահաբեկիչներին Գեդեոնի մարտակարգեր գործողության շրջանակներում։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ
Նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանությունը հատկապես ցինիկ է, քանի որ այն կատարվել է դպրոցի մոտ։ ՌԻԱ Նովոստին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Ցավոք սրտի դա հաստատել են Իսպանիայից, առայժմ ոչ մի մեկնաբանություն։ Հատկապես ցինիկ է, որ այն դպրոցից է, որտեղ սովորում է նրա երեխան, ասել է Ազարովը։ Նա նշել է, որ լավ է ճանաչում Պորտնովին։ Ավելի վաղ Կադենա Սեր ռադիոկայանը հղում անելով ոստիկանությանն ու շտապ օգնության ծառայություններին հայտնել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը սպանվել է չորեքշաբթի առավոտյան Մադրիդի ամերիկյան դպրոցի մուտքի մոտ Պոզուելո դե Ալարկոն քաղաքում։ Ուկրաինան պատրաստվում է Եվրամիությանը ներկայացնել 40 էջանոց առաջարկ, որով պահանջում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հատկապես այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի նոր սահմանափակումներ կիրառել։ Նոր սպիտակ գրքում Կիևը կոչ է անում Եվրամիությանը առգրավել սանկցիայի տակ գտնվող ռուս միլիարդատերերի ակտիվները եւ փոխանցել դրանք Ուկրաինային։ Առաջարկվում է նաև կիրառել երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, ներառյալ Հնդկաստանը եւ Չինաստանը։ Սա կհամարվի պատժամիջոցային ամենախիստ քայլերից մեկը, որին Եվրամիությունը մինչ այժմ խուսափել էր դիմել։ Թեև Թրամփը խոստացել էր օգնել Ուկրաինային, նրա վերջին հեռախոսազրույցից հետո պարզ դարձավ, նա չի պատրաստվում այս փուլում նոր պատժամիջոցներ կիրառել։ Փոխարենը եվրոպական երկրները որոշեցին շարունակել ճնշումները անկախ Վաշինգտոնի դիրքորոշումից։ Ուկրաինան հստակ նախազգուշացնում է, որ Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալը ընդհանուր պատժամիջոցային ռազմավարությունից կարող է մեծ հարված լինել Եվրամիության միասնականությանը։ Սակայն Կիևը միաժամանակ կոչ է անում Եվրամիությանը առաջատարի դեր ստանձնել եւ չթույլատրել ճնշումը Մոսկվայի վրա, անկախ ամերիկյան աջակցության առկայությունից, փոխանցում է Reuters-ը։ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային, որի հետևանքով վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Ավտոմեքենան հարձակման է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարիի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի Պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15,000 խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում է նաև մանկական ապրանքների եւ հումքի մատակարարում Գազայի հատված հացաբուլկեղենի համար։ Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածի հյուսիսային եւ հարավային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին Գեդեոնի կարգերը կոչվող ցամաքային լայնածավալ գործողության շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հուսով է, որ Ստամբուլում տեղի ունեցած ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները հիմք կդառնան համապարփակ զինադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում։ Ընթացիկ հանդիպումը նախորդում է ԳԹԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Թուրքիան ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Մենք հուսով ենք, որ Ստամբուլի բանակցությունները ճանապարհ կհարթեն համապարփակ զինադադարի եւ ապագայում արդար եւ կայուն խաղաղության համար, ասել է Ֆիդանը։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։ Մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Արդյունքում Մոսկվան եւ Կիևը պայմանավորվել էին փոխանակել գերիներին 1000-ի դիմաց մանաձևով, ներկայացնել հնարավոր ապագա զինադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել այն եւ շարունակել բանակցային գործընթացը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում եւ արդեն աշխատում է հաջորդ պատժամիջոցների փաթեթի վրա, որը ել ավելի կոշտ կլինի։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել Ռուսաստանի նկատմամբ եւ շարունակում է ուժեղանալ։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։
Բուն արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցները անարդյունավետ են։ Եթե Ռուսաստանը չհամաձայնի ամբողջական անվերապահ զինադադարին, ավելի մեծ ճնշում կլինի։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ փաթեթի վրա ավելի կոշտ պատժամիջոցներով, ասել է Եվրամիության խոսնակ Անիտա Հիպերը։ Իրանի Մեջլիսը խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրենքի նախագծին, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Խորհրդարանի անդամները հավանություն են տվել Իրանի եւ Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթներին, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի խոսքով պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության պահվածքն անվանել է կրկեսային հյուրախաղ։ Նրա խոսքերը մեջբերում է ռադիո Սպուտնիկը։ Զախարովան նշել է, որ բանակցություններում սառույցն ու կրակը միավորվել են։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարի կամք դրսևորեց առանց նախապայմանների բանակցություններ վարելու նախաձեռնությամբ, չնայած բոլոր այն հանգամանքներին, որ առաջվում են այն հարցերին, որոնք այժմ բոլորն իրենց տալիս են լեգիտիմության եւ ադեկվատության մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վատ որոշումներով կործանել է իր երկիրը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակ-Գրեգորը YouTube-ի Daniel Davis Deep Dive ալիքում։ Զելենսկին կործանել է երկիրը, նրան չեն մտահոգում իր վատ որոշումների հետևանքով մարդկային կորուստները եւ ծայրահեղ վատ ղեկավարումը, ընդգծել է Մակ-Գրեգորը։ Զելենսկին Ուկրաինայի բնակչության զգալի մասին ստիպել է լքել երկիրը, հավելել է փորձագետը։ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին Ուկրաինայում անցած տարվա նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության եւ ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Ինքը Զելենսկին հայտարարել է, որ ներկա պայմաններում պետության ղեկավարի ընտրությունները ժամանակավրեպ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ Մոսկվան եւ Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է The New York Times թերթը։ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին եւ այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ NYT-ն այս իրավիճակը անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Հայրենիքին մատուցված երկարամյա ծառայությունը մարտում հաջողության գլխավոր գրավականն է։ Այս մասին Կուրսկի մարզում կամավորների հետ հանդիպանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ցանկացած հաջողության ամենակարևոր գրավականը հատկապես դժվարին պահերին եւ մարտական պայմաններում մարդու ներքին սառնասրտությունն է եւ պատրաստակամությունը կատարելու այն գործողությունները, որոնք նրանից ակնկալում է հայրենիքը, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Նրա խոսքով այս դեպքում առաջնային նշանակություն ունի մոտիվացիան։ Մենք չենք կարող դա անել առանց տեխնիկայի եւ զինամթերքի, բայց ներքին մոտիվացիան առաջինն է, ասել է Պուտինը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 21-ից 3-ը, 22-ին եւ 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մարզերում մայիսի 21-ից 3-ը, 23-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ին եւ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։